Այսօր կխոսենք հումանիտար ինտերվենցիաների մասին եւ կփորձենք հասկանալ, թե արդյոք մարդու իրավունքների խախտումները կարող են հիմք հանդիսանալ ռազմական միջամտությունների համար։ Հումանիտար ինտերվենցիայի ողջ իմաստը հենց դրանում է, այսինքն երբ որ որևէ երկրում, որևէ միությունում կամ որևէ հատվածում աշխարհի, երբ որ տեղի ունենում մարդու իրավունքների խախտումներ, ապա դրանց նկատմամբ պետք է որոշակի արձագանք ձևավորվի, դրսևորվի մասնավորապես միջազգային հանրության կողմից։ Մարդու իրավունքների խախտումներ պատմության ընթացքում բազմաթիվ են եղել եւ եղել են նաեւ միջպետական պատերազմներ եւ կոնֆլիկտներ, սակայն դեռևս ձևավորված չի այն միջազգային իրավունքի այն նորմը, այն մոտեցումը, համաձայն որի նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում կարող է սանկցավորվել նման ռազմական միջամտություն, երբ որ մարդու իրավունքները խախտվում են։ Հիշեցնեմ, որ ՄԱԿ-ի խարտիայում ընդամենը 2 կետ կարելի է առանձնացնել, որոնք այս կամ այն կերպ կարող են արդարացնել ռազմական միջամտությունը։ Դա առաջին հերթին անվտանգության խորհրդի կողմից որոշման կամ բանաձևի ընդունումն է, համաձայն որի կարելի է ուժ կիրառել այս կամ այն երկրի նկատմամբ, որը խախտում է որոշակի օրենքներ, որը իրականացնում է գործողություններ, որոնք միջազգային իրավունքի դեմ են, եւ ՄԱԿ-ի խարտիայի 51-րդ հոդվածը ինքնապաշտպանության հոդվածը, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության։ Գոյություն չունի մի կետ ՄԱԿ-ի խարտիայում եւ միջազգային իրավունքում, որը կարողանա նաեւ արդարացնել եւ հիմնավորել մարդու իրավունքների խախտման արդյունքում ռազմական միջամտությունները, այնուամենայնիվ մարդու իրավունքների խախտումները, կոպտագույն խախտումները, էթնիկ բնաջնջումները, ցեղասպանության էպիզոդներ եղել են ինչպես պատմության տարբեր ժամանակահատվածում, այնպես էլ նորագույն պատմության փուլում, մասնավորապես 90-ականներին տարբեր պատերազմների ընթացքում Հարավսլավիայում, Խորհրդային Միության տարածքում գրանցվեցին որոշակի դեպքեր էթնիկ բնաջնջումների, այնուամենայնիվ միջազգային հանրությունը չէր կարող արձագանքել, քանի որ չկար որոշակի նորմ։ Հիշեցնեմ, որ եղել են նաև դեպքեր, երբ որ պետություններն են միջամտել եւ արձագանքել մարդու իրավունքների խախտումներին, մի քանի օրինակ կարելի է 70-ականներից բերել, երբ որ Կամբոջայում հայտնի դիկտատոր Պոլ Պոտը ոչնչացնում էր բնակչության մեծ մասին, տարբեր հիմարագույն շարժառիթները հաշվի առնելով, մասնավորապես օրինակ մարդիկ, ովքեր ակնոց էին կրում, կարելի է նրանց ոչնչացնել, ուսուցիչներին եւ այլն, որոնք հնարավոր է կարող ինչ որ դեր կատարեին նրա դեմ կամ կարող էին նաև քաղաքական որոշակի օրակարգներ առաջ տանել, նա ոչնչացրեց մոտ 1.5 միլիոն մարդ եւ կարող էր նաև շարունակվել այդպես այդ ոչրագործությունները, եթե հարևան պետությունը Վիետնամը չմիջամտեր եւ չկանխեր այդ գործողությունները։ Այլ դեպքեր նույնպես գրանցվել են, հիմնական էությունը կայանում է նրանում, որ եթե պետության շրջանակներում կան որոշակի մարմիններ, մասնավորապես ոստիկանությունը, դատարանները եւ այլն, որ կարող են եւ կանխել հանցագործությունները եւ այնուհետեւ հանցագործությունների իրականացման դեպքում պատիժ նախանշել, ապա միջազգային համակարգում նման կառույցներ եթե կան էլ, դրանք ամենևին արդյունավետ չեն եւ նման խախտումների դեպքում չեն կարողանում արձագանքել, հա։ Հիմա այսօր մենք կզրուցենք նման այդ խնդիրների վերաբերյալ իրավագետ, միջազգային իրավունքի մասնագետ Եղիշե Կիրակոսյանի եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի մարդու իրավունքների ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանի հետ։ Եղիշե, առաջին հարցադրումը, հա, որ միանգամից ուզում եմ առաջադրել, ինչ կարելի է անել, երբ որ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են գրանցվում որոշակի երկրի սահմաններում, բայց գործում է սուվերենության սկզբունքը ամրագրված ՄԱԿ-ի խարտիայում։ Դուք արդեն ասացիք որոշակիորեն հիմնական ընդհանրական մոտեցումների հիմքերը, թե ինչ դեպքում եւ որ պայմաններում կարող է կիրառվել ուժը կամ կարող է կիրառվել զինված ուժը, երբ որ տեղի ունենում մարդու իրավունքների խախտումներ, այն գաղափարը, որի մասին մենք հիմա խոսում ենք, մարդասիրական միջամտություն կամ հումանիտար ինտերվենցիա, ինչպես ասում են, դա համեմատաբար նոր գաղափար է, որոշակի ինցիդենտներ գրանցվել են կիրառվելու մարդասիրական միջամտության, սակայն խնդիրը հետեւյալն է, որ մարդասիրական միջամտության իրավական կանոնակարգումը, որպես ամբողջական երևույթ եւ որ հնարավորություն է տալիս պետությանը առանց արգելքի միջամտելու մեկ այլ պետության տարածքում, նույնիսկ եթե այնտեղ տեղի ունենում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, ընդունված չի ամբողջականորեն միջազգային իրավունքում եւ ցանկացած նմանատիպ պարագայում, երբ որ նման քայլեր պետություններից լինում են, բնական է դրանց նկատմամբ կա բավականին մեծ քննադատություն։ Այսինքն միջազգային իրավունքը խախտվում է։ Ну, կարծում եմ, այո, ու այսօր երկրորդ փուլը արդեն ասեմ հարցին պատասխանելու կամ ուղղակի այն ինչ որ ցանկանում եմ ասել, հիմա ՄԱԿ-ի շրջանակներում քննարկում է այսպես կոչված responsibility to protect
դոկտրինը գաղափարը եւ դեռ իրավական ուժ դեռ չստացած պատասխանատվություն պաշտպանելու համար, հա, եթե ինչ-որ պատասխանատվությունը պաշտպանելու համար, բայց դեռևս ինքը իրավական ուժ չունի, բայց հուսով եմ, որ շուտով արդեն ինքը կդառնա միջազգային իրավունքի մաս, երբ որ դառնա միջազգային իրավունքի մաս, արդեն ավելի հստակ կլինի կանոնակարգված, թե երբ ինչ պայմաններում եւ ոնց կարելի է միջամտել պետության կողմից։ Շատ լավ, նույն հարցադրումը մեր աչքի առջև տարբեր երկրներում տեղի ունենում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, մարդու իրավունք ասացնել երևի ճիշտ ձևակերպում չի, ոչնչացնում են քաղաքական օպոնենտներին, դիսիդենտներին, այլակարծիք մարդկանց մեծ խմբերի, այլակրոնների, այսինքն տարբեր հիմունքներով տեղի ունենում խտրականություն եւ խտրականությունն էլ գործողության մեջ, հա, ոչ։ Այ ինչ անել, եթե կա այդ սուվերենության սկզբունքը ՄԱԿ-ում եւ չկա հումանիտար ասպեկտի նկատմամբ դրսևորված եւ ձևավորված որոշակի սկզբում թույլ տալ, որ սուվերեն երկրի տարածքում յուրաքանչյուր ոք, ով որ իշխանությանը իրականացնի գործողությունները, թե այնուամենայնիվ նույնիսկ միջազգային իրավունքի խախտման գնով կասեցնել նման գործողությունները։ Շատ բարդ հարց է իրականում ու շատ է քննարկվում տարբեր ատյաններում, տարբեր ասպարեզներում։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ինչ որ ճանապարհներ գտնվել են, հա, դա վերաբերում է օրինակ Կոսովոյի օրինակին, դա վերաբերում է Աֆղանստանում օպերացիային, դա վերաբերում է Իրաքի շատ խնդրահարույց 2003 թվականին օպերացիային, հա, այնուամենայնիվ ինչ որ մեխանիզմներ կան, թե ինչ մեխանիզմներ են, թե որքանով են դրանք համապատասխանում մարդու իրավունքների պատկերացումներին եւ որտեղ է այդ կոնֆլիկտը, դա այլ հարց է։ Արդյոք դրանք քաղաքական նկատառումներով արված գործողություններ են, հա, այսինքն իրավիճակը Իրաքում մարդու իրավունքների արդյոք շատ էր տարբերվում օրինակ Իրանում մարդու իրավունքների խախտումներից կամ Կոսովոյի պարագայում արդյոք այդտեղ տեղի ունեցող զանգվածային մարդու իրավունքների խախտումները կարելի է համեմատել Սաուդյան Արաբիայում կարելի է համեմատել Սաուդյան Արաբիայի հետ, որտեղ ընդհանրապես հիմա գիտեք Շվեդիայի արտգործնախարարի այդ պատմությունը, որ քննադատությունը Սաուդյան Արաբիայի շատ մեծ արձագանք գտավ, հա, որտեղ Սաուդյան Արաբիան ամենամեծ դաշնակիցն է Արևմուտքի եւ այլն։ Այսինքն թե որքանով են դրանք քաղաքական եւ շահերով առաջնորդվող, թե իրավական, այդտեղ շատ մեծ հարց է։ Բայց որ ինչ որ մեխանիզմներ այնուամենայնիվ գոյություն ունեն, միգուցե Եղիշեն ավելի մանրամասն խոսի, դա վերաբերում է անվտանգության խորհրդի ռեզոլյուցիաներին, այսինքն ինչ որ լծակներ կան։ Անվտանգության խորհրդի ռեզոլյուցիաներն էլ այդ 5 երկրների վետո իրավունքի դեպքում նույնպես էֆեկտիվ չեն, որովհետև եթե կա Ռուսաստան եւ Չեչնիայում մարդու իրավունքների խախտումներ են, այն վետոյի իրավունքով միանգամից կկասեցվի եւ կյանքի չի կոչվի, բայց միգուցե Սիրիայում եւ Լիբիայում, որտեղ այդքան կարեւոր շահեր չեն բախվում։ Հենց Սիրիայում եւ Լիբիայում Ռուսաստանը վետո է դնում հենց այդ նույն պատճառով։ Կարելի է բերել աֆրիկյան տարբեր օրինակներ, հա, որտեղ այդքան շահերը չեն բախվում հիմնական դերակատարների, այնտեղ ռեզոլյուցիաներ, այսինքն կարելի է ասել, որ Սուդանում, հա, ընտրովի կիրառվում է որոշակի պատասխանատվություն պաշտպանելու մարդկանց, հա, որ խոսում էր այդ պատասխանատվության մասին պաշտպանելու։ Դա կարելի է մեն ընտրովի կիրառել, որտեղ չկա միջազգային իրավունքի նորմ։ Եկեք sense մոտենանք հարցին։ Պատասխանելու պատասխանատվության կամ պաշտպանելու պատասխանատվության ինստիտուտի այդ ամբողջական ներդրումը դեռ տեղի չի ունեցել։ Ես կարծում եմ, իմ ընկալումն է, որպեսզի ամբողջական ինքը կարողանա կիրառվի եւ մտնի ուժի մեջ եւ 100% կյանքի կոչվի, իմ ընկալումն այն է, որ նաև պետք է անհրաժեշտ փոփոխություններ կատարվի ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, եթե խոսք գնալի ուժի կիրառման մասին, եթե կամ միջամտության մասին, որովհետև փաստ է այսօր, որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ հստակ ֆիքսված են այդ երկու հնարավոր միջոցները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև եւ ինքնապաշտպանություն, որը երկուսն էլ միշտ օգտագործվել են, ինչպես Բելան նշեց, ճիշտ է, օրինակ Աֆղանստանի դեպքում օգտագործվեց, երբ որ 2011-ից հետո միջամտություն տեղի ունեցավ, 2001-ի սեպտեմբերի 11-ի ներողություն հետո միջամտություն տեղի ունեցավ, Միացյալ Նահանգները հիմնավորեցին միջամտությունը հենց 51-րդ հոդվածով ինքնապաշտպանության իրավունքի իրականացման համար կամ Իրաքի դեպքը 2003 թվականի հիմնավորեցին, որ դեռևս 90 թվականին եղած անվտանգության խորհրդի բանաձևի հիման վրա իրենք իրավունք ունեն նորից ծոցի պատերազմի արդյունքում։ Գաղափարը հետևյալն է, որ այս երկու մեխանիզմների շրջանակներում իրանք փորձում են հնարավոր տարբերակներով դա, ոնց ասեմ, օգտագործել պահի շրջանակներում։ Համաձայն եմ, միգուցե դեպքերում այս երկուսը հնարավորություն են տալիս միայն գործելու, երբ որ կա քաղաքական միասնական մոտեցումը կոնկրետ հարցի հետ կապված, եթե չկա օրինակ Սիրիա, եթե չկա օրինակ Ուկրաինա, այդ դեպքերում ուղղակի անհնարին է այդ միջամտությունը պատկերացնելը։ Երևի այդ դեպքում օգնության կգա արդեն այդ մարդասիրական միջամտության այդ նոր
նորացված տարբերակա պաշտպանելու պատասխանատվություն մեխանիզմը, եթե դա կյանքի կոչվի։ Եթե դա լինի ով կստորագրի, ով կրատիֆիկացնի։ Այնուամենայնիվ կա այդ օրինակ այդ զեկույցների ֆորմատը, չէ՞, մարդու իրավունքների իրավիճակի մասին, ՄԱԿ-ի տարբեր կառույցների դա ինչ է, դա soft power, էլի։ Իրականում դա ընդհանրապես ձևի համար է նաև ինչ որ տեղ արվում, հա, եթե օրինակ այդ զեկույցներում գրանցվում է խախտումներ, արձագանքը ո՞րն է միջազգային հանրության նույն ՄԱԿ-ի կողմից նախաձեռնված այդ զեկույցների։ Գիտեք, ասենց ասեմ, մի քանի սկզբունք կա, որոնցից մեկը իհարկե համաչափությունն է։ Դա իրավաբանների սիրած տերմիններից մեկն է, համաչափություն, այսինքն նույն մարդու իրավունքների խախտումները տարատեսակ են տարբեր երկրներում եւ կա կիրառման ուժի կամ ասենք պատժամիջոցների համաչափություն։ Այսինքն միանգամից խախտումից եւ զեկույցից եւ ռեկոմենդացիայից հետո չի գալիս ուժը, հա, կա նաեւ միջանկյալ գործիքներ, դրանք կարող են լինել տնտեսական սանկցիաներ, կարող են լինել, չգիտեմ, էմբարգո, տարբեր ինչ որ աստիճանակարգում կա նաեւ ՄԱԿ-ի համակարգում։ Ուրիշ բան, որ եթե մենք խոսում ենք նորից ուժի, բաշխման, այլ տեսակետից եւ քաղաքական ինստիտուտների տեսակետից, հա, դրանք եւս պայմանավորված են ամենատարբեր գործոններով։ Հիմա օրինակ Իրանը, հա, վերջերս տեղ ունեցավ այս փապկացումը եւ միգուցե սանկցիաները եւ Կուբայում, հա, վերանայվեցին եւ դա շատ հստակ ունի քաղաքական ենթատեքստ, քաղաքական մղումներ մարդու իրավունքների հետ, դա որևէ իմ կարծիքով մեծ առումով առնչություն չունի։ 10 տարի առաջ էլ չեմ կարծում, որ հիմա Կուբայում մարդու իրավունքների իրավիճակը զգալիորեն ավելի լավ է, քան 5 տարի առաջ կամ Իրանում։ Դա եւս քաղաքական դրդապատճառ, բայց եթե գանք զեկույցներին, ՄԱԿ-ը եւ բոլոր այդ միջազգային մարմինները այնուամենայնիվ իմ կարծիքով, չգիտեմ, քաղաքական բեմ է, հա, քաղաքական գործիք է եւ այդ զեկույցները եւս երկրների վրա որոշակի ճնշում բանեցնելու միջոց են, որովհետեւ կա նաեւ այդ սիստեմներին, ՄԱԿ-ի սիստեմի կամ ԵԱՀԿ-ի սիստեմի կապված ֆինանսական ինստրումենտներ, նույն IMF-ը, հա, միջազգային արժույթի հիմնադրամը կամ համաշխարհային բանկը, որոշակի վճիռներ կայացնելուց կամ գումար տրամադրելուց, վարկեր տանելուց, նաև հաշվի է առնում այդ քաղաքական մարմինների եւ զեկույցները, եւ առաջարկները, եւ երկրի պրոգրեսը։ Հետևաբար երկրները շահագրգռված են նաև զուտ ֆինանսական եւ զարգացման ծրագրեր իրականացնելու տեսակետից, գոնե որոշակի հարցերին, գոնե որոշակի լուծումներ տալու։ Ուրիշ բան, որ դա կարող է մանր բաներ լինել, կարող է տարիներ տանել, հա, այդ փոփոխությունները, բայց ես միևնույն է, չգիտեմ, ԵԽՇ-ն կհամաձայնի թե չէ, ես կողմնակից եմ, որ քաղաքացիական հասարակությունները, լրատվամիջոցները օգտագործեն այդ գոյություն ունեցող մեխանիզմները որոշակի փոփոխություններ հասնելու համար։ Չպետք է կարծես, որ 2 օրից դա կլինի կամ մի տարվա մեջ, բայց դա շատ սիստեմատիկ, երկարատև, տքնաջան Այսինքն մենք ամրագրում ենք մի իրավիճակ, որտեղ միջազգային համակարգում իհարկե քաղաքականությունը շատ ավելի կարևոր տեղ է զբաղեցնում երկրների քաղաքականությունը, ազգային պետությունների, բայց մյուս կողմից առաջարկում ես, որ այդ ոլորտում նաև այլ ակտորներ մասնակցեն, օրինակ քաղաքացիական հասարակության, քանի որ խոսում ենք ազգային պետությունների մասին, այնտեղ նաև քաղաքացիական հասարակությունները այլ ակտորները նույնպես ինչ որ ձևով կարողանան ազդել այդ մեխանիզմը։ Կան տարբեր կոնցեպտներ, օրինակ կա հայտնի կոնցեպտ, որ կոչվում է Global Civil Society, համաշխարհային քաղաքացիական հասարակություն, որ նաև փորձվեն ստեղծվել կամ կան որոշ ֆորմատներով, օրինակ համաշխարհային սոցիալական ֆորումներ։ Հիմա մի քիչ թուլացել են իրանք, բայց այդ global պլատֆորմներ, որտեղ որ քաղաքացիական հասարակությունը փորձի ներկայանալ միասնական եւ առաջ տանի որոշակի հարցեր։ Ավելին, այդ մեծ ստրուկտուրաները, այդ թվում ՄԱԿ-ը հիմա շատ լայնորեն քննարկում է նույն նոր հազարամյակի մարտահրավերների օրակարգը, հա, որովհետև 2015-ին ավարտվում է այն ինչ որ կար։ Ընդունվել էր արդեն, հա։ Ինչ որ ընդունվել էր եւ հիմա դրան ասում են 2015-ին հաջորդող 2015-ին հաջորդող նոր օրակարգ։ Խաղաղության նաև հատված, հա, խաղաղության օրակարգը։ Խաղաղության օրակարգ, բայց խնդիրն այն է, որ շատ երկրներ, այդ թվում օրինակ Հայաստանի Հանրապետությունը, իրենց առաջնայնությունների մեջ դա չեն ներառում։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը իր առաջնայնությունները արդեն ներկայացրել է եւ այդ առաջնայնությունների մեջ կա աղքատության նվազեցում, սոցիալական հարցեր, անգամ կարծեմ բնապահպանություն, եթե չեմ սխալվում, բայց օրինակ այդ խաղաղության կետը այս պահին 17
կետ է քննարկվում եւ քաղաքացիական հասարակությունը հնարավորություն ունի մասնակցելու, որոշելու, ինչ որ չափով ներգործելու։ Այսինքն կան լուծումներ, շատ թույլ, շատ փափուկ, բայց ինչ որ փոքր տարբեր տեղերում հնարավոր է։ Մեզ զուգընթաց են մեզ խոսքերին կամ մեր խոսալուն, հատկապես օրինակ Աֆրիկայի կոնտինենտում ինչ որ տեղի ունենում, այնտեղ բավականին լուրջ իրավախախտումներ ամեն օր ոչ կառավարական ուժերի կողմից, օրինակ Ուգանդայում այսպես կոչված Lord's Resistance Army կա, որի ղեկավարին, որի ապարագլխին Charles Taylor, որի ղեկավարը միջև մա չեն կարողանում գտնել քրեական դատարանին ներկայացնելու համար։ Իրականում բավականին լուրջ խնդիր է դրված։ Միջազգային իրավունքի կամ միջազգային համակարգի արձագանքը այս խնդիրներին շատ դանդաղ է գնում, համաձայն եմ։ Ну, ամենամեծ արձագանքներից մեկը, որ կուլմինացիան էր, դա միջազգային քրեական դատարանի ստեղծումն էր, որը վերջիպես բարեբախտաբար գործում այսօր 10 տարուց ավելի աշխատում է եւ բավականին մեծ թվով պետություններ մասնակցում են։ Հիմա խնդիրը ինչու՞մն է կանում։ Ունենք քրեական դատարան, քրեական դատարանը փորձում է աշխատել այդ հանցագործներին գտնել, հանձնել, բնականաբար պետությունը չեն համագործակցի, հատկապես երբ որ պետությունը հենց ինքը հանցագործություն կատարողն է, չի համագործակցի քրեական դատարանի հետ։ Հաջորդ քայլը կարծում եմ դա պետք է հենց այդ responsibility to protect-ի գաղափարն է, որը փորձում են կյանքի կոչել արդեն, դա կարա կոմպլեմենտար լինի կամ լրացնի քրեական դատարանին եւ օգնի, որպեսզի կարողանա աշխատի քրեական դատարանը, որովհետեւ այսօր ակնհայտ է, որ հա քրեական դատարանին արդեն բավականին չափ գործեր ունի, սիտուացիաներ քննարկում, բայց երևի 80%-ով կենտրոնացած է մենակ Աֆրիկյան մայրցամաքի վրա եւ դրանից դուրս չի գալիս։ Այնուամենայնիվ նույնիսկ եթե ներողություն, նույնիսկ եթե պետությունը անդամ չի հանդիսանում դատարանի կամ ՄԱԿ-ի կողմից անվտանգության խորհրդի սանկցիայի հնարավորությունը օգտագործել, չէ՞, նույնիսկ անդամ օրինակ Սուդանի դեպքը, եթե նույնիսկ անդամ չի անվտանգության խորհրդի բանաձևի վրա կարող է գործը սկսել քննել դատարանը։ Դա հնարավոր է շատ լուրջ իրավախախտման դեպքում, երբ որ բավականին մեծ զոհեր են տեղի ունենում, հետո post factum մենք սկսում ենք ընդունել բանաձև ու տալիս են գործը դատարանին։ Դա արդեն շատ լուրջ արդեն զոհերի արկայություն կա եւ այլն եւ այլն։ Բայց իմ ասացի գաղափարը նա էր, որ ահա միջազգային համակարգը դանդաղ է գնում։ Ու ամեն դեպքում այս արձագանքները կան responsibility protect-ով, միջազգային քրեական դատարանով, որոնք ես վստահ չեմ այսօր, չեմ կարող վստահորեն ասել, որ դրանք էֆեկտիվ կաշխատեն։ Ես իրականում ես եմ սկսել սկեպտիկ դառնալ շատ վերջերս, չգիտեմ ինչից է դա։ Ինչից իրականությունից։ Բայց ամեն դեպքում հավատում եմ, որ եթե ճիշտ քայլեր արվի բարեփոխումների, միգուցե որոշակի էֆեկտիվություն, հա, որովհետև առանց ՄԱԿ-ը բարեփոխելու չես կարող լուրջ քայլերի հասնել, չես կարող ուղղակի, որովհետև այդ անվտանգության համակարգը պետք է կարող է լինել մի հատ սարսափելի կատաստրոֆա։ Ես չեմ ուզում վախճանաբանական, չգիտեմ, տրամադրություն, որից հետո որովհետև այն համակարգը մարդու իրավունքների եւ միջազգային ձևավորվել է հսկայական կատաստրոֆայից հետո երկրորդ համաշխարհայինից հետո։ Եվ ձևավորվել է որոշակի սոլիդարության հիմքի վրա, երբ որ մարդկությունը տեսավ այն կոնցենտրացիոն ճամբարները իրանց աչքով, երբ որ տեսան գազային վառարաններ, որ չէին հավատում, որ նման բան հնարավոր է։ Դրանից հետո նոր հնարավորություն եղավ նման բան ստեղծելու։ Այսօր ըստ իս, ել եմ ասում, չեմ ուզում վախճանաբանական սցենարներ առաջ տանելու, այդ շատ հավանական է այն ինչ տեղ ունենում Միջին Արևելքում, հա, այս պահին Սիրիայում, Իրաքում, տարածվում է շատ արագ տարբեր այլ տեղեր, այդ թվում Աֆրիկայում, Բոկո Հարամը եւ մնացածը եւ դա հասնի մի այնպիսի ծավալների եւ ստեղծի մի այնպիսի իրավիճակ, երբ որ պետությունները անգամ անվտանգության խորհրդի թվում է թե իրար հետ լեզու չգտնողները համաձայնեն, որ այո, ինչ որ մի բան պետք է փոխել։ Հակառակ դեպքում, եթե ձեր օրինակներին անդրադառնանք, ոչ Ռուանդայում դա հնարավոր եղավ կանխել, երբ որ բաց օրը ցերեկով ամեն տեսակի ինֆորմացիա էլ գնում էր։ Որը ընդամենը 20 տարի առաջ էր։ 20 տարի առաջ էր անհավատալի չէ։ Այնուհետև Սրեբրենիցան զուգահեռաբար Սրեբրենիցան զուգահեռաբար հիմա դու տեսնում ես, ես օրինակ ես չեմ կարծում, որ մենք մինչև վերջ հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում այսօր կոնկրետ Իրաքում կամ Սիրիայի այն հատվածներում, այս ISIS-ի ես վստահ չեմ, որ մենք ինֆորմացիա ունենք բավարար պատկերացնելու այդ ծավալները, բայց ես կարծում եմ դա հսկայական ոչ միայն մարդու իրավունքներին խախտում, այլ իրոք հումանիտար կատաստրոֆա է։ Մի հանգամանք էլ կա, որ ես ուզում եմ դրան անդրադառնալ, կապված այդ միջազգային քրեական դատարանի գոյության հետ, որը պատիժ է իրականացնում կամ առանձին ad hoc ձևավորված տրիբունալները, ինչպես դու ասացիր, Արաբսլավիայի եւ Ռուանդայի դեպքերի համար, այս ամեն
ինչը արվում է մի նպատակով, որ հանցանքները, որոնք իրականացվել, հանցագործները, որոնք այդ հանցանքները պատժվեն։ Այսինքն սա մի մեխանիզմ է, որը նաև փորձում է ուրվագծել հնարավոր հեռանկարը տվյալ երկրում, տվյալ խմբերի միջև խաղաղությունը ամրապնդելու, շարունակելու համար, եւ սա միակ միջոցը չէ պատիժը իրականացնելու աշխարհում ձևավորված հնարավոր միջոցներից, կա նաև այսպես կոչված այդ վերականգնողական արդարության անհրաժեշտությունը, հաշտեցման հանձնաժողովներ, որը Հարավային Աֆրիկայում օրինակ իրականացվեց ճշմարտության եւ հաշտեցման հանձնաժողովներ, որոնք պատժի եւ արդարության վերականգնման այլ մեխանիզմներ եւ մոտեցումներ են քարոզում։ Որքանով են սրանք էֆեկտիվ վերականգնելու արդարությունը, վերհանելու ճշմարտությունը եւ կոնֆլիկտող կողմերին հաշտեցնելու առումով, եւ ես ուզում եմ նաեւ մենք մի փոքր նաեւ գանք մեր տարածաշրջաններում Ղարաբաղյան կոնֆլիկտին անդրադառնանք։ Սա կարող է որպես տարբերակ ընկալելի լինել մեր հասարակության, մեր նման հասարակությունների համար այդ ալտերնատիվ արդարության վերականգնումը։ Դե ամեն դեպքում գաղափարից սկսեմ, թե այդ հաշտեցման հանձնաժողովները որտեղից եկան, որովհետև լոկ չոր արդարություն իրականացնելը հասարակություններում ինքը ավելի վատ էֆեկտ է ունենում, քան պատժող, այսինքն բռնել մարդկանց պատժել նստացնել մի քանի տարի ու հասարակությունը բևեռացնում ես։ Դա հասկացան Հարավային Աֆրիկայում, դա հասկացան Ռուանդայում նաև, որովհետև անհրաժեշտություն եղավ, որպեսզի մարդիկ խոսեն իրար։ Լատինական Ամերիկայում ավելի շատ սկսեց Լատինական Ամերիկայից դա գալ, հետո եկավ արդեն Աֆրիկյան կոնտինենտ։ Եվ խնդիրը նաև որ հա դրանք շատ լավ գործիքներ են հաշտեցնելու հասարակությունը եւ կիրառելու, բայց կարծում զուգահեռաբար պետքա երկու տեսակի արդարությունը պետք է դերել։ Ես կարծում որ պետքա պահպանես, որովհետեւ դա վտանգավոր է, չես կարող դա մենակ թողնել միայն։ Երկու դեպքն էլ ես Լատինական Ամերիկան լավ չգիտեմ, բայց երկու դեպքն էլ եւ Հարավային Աֆրիկան եւ Ռուանդան եղավ այդ հանձնաժողովները կամ այդ դատարանը նրանց հետո, երբ որ ամեն ինչ այդտեղ ավարտված էր, երբ որ լրատվամիջոցները եւ տեղական հասարակությունները ինչ որ բաներ գիտակցել էին իրենք, համաձայն եմ, հա, որից հետո դա ինչ որ միտեղ հասել էին, որից հետո դա տեղի ունեցավ եւ հետո մարդիկ կարող էին գալ, խոստովանել, ինձ թվում է կոնկրետ մեր կոնտեքստում ես ավելի շատ հայ-թուրքական Պարագայում եմ դա տեսնում որպես հնարավոր մի բան, չնայած 100 տարի անցել այդ դեպքերից հետո, ցեղասպանությունից հետո, քան օրինակ հայ-ադրբեջանական կոնտեքստում, որտեղ որ իրականությունները երկու կողմում այնքան խեղաթյուրված են եւ փոփոխված, որ շատ դժվար է մարդկանց հիմա բերել եւ ասել, օրինակ Խոջալոյում ինչ է եղել։ Կամ Մարագայում ինչ է եղել, երբ որ տարբեր դիսկուրսներ են լրիվ բևեռական։ Բայց ի վերջո պետք է, չէ, փաստերներ վերհանեն եւ կիսվող ճշմարտություն պետք է լինի։ Այսօր երևի թե դժվար է, բայց ինչ որ մի փուլում մենք պետք է օրվագծենք։ Այսօր իրական համաձայն եմ Բելայիդ, իրական բարդ է պատկերացնել, որովհետեւ ես մի փոքր ուսումնասիրություն կատարեցի մոտ 1 տարի, 1.5 տարի առաջ, մենք ուսումնասիրում ենք Ադրբեջանի ներսում թե այդ ռասիստական խտրականության կոնտեքստը կամ պատկերը ինչպիսին է, ու իրական վախենալու է, որովհետեւ այն խտությունը, որ իրանց մոտ կա մեդիայում սկսած դպրոցներից, մանկապարտեզներից, փոքր երեխեքին դաստիարակելուց դա բավականին վախենալու է, որովհետև իրենք այդ դա լրիվ անջրպետ է ստեղծում այդ երկուսի միջև։ Արդեն մշակութային բռնության Դες ոնց արտակին թվում է դա հնարավոր է այն փուլից հետո, երբ որ կոնֆլիկտը ինչ որ կերպով կկարգավորվի։ Դրան անդրադառնալ պետք է եւ հասարակությունները, նաեւ քաղաքացիական հասարակությունը պետք է լինեն դրա ավանգարդում։ Ամբողջ հարցը այն է, թե ինչպես ես անելու, որքանով է քեզ դա մշակութապես, ես չգիտեմ հասկանալի, միգուցե դու չես կարող ուղղակի copy paste անել։ Ռուանդայի մասին շատ եմ կարդացել, այդ թվում 20-ամյակներ մի 2 տարի առաջ այդ ցեղասպանության անցյալ տարի եւ կային լուսանկարներ, որտեղ որ այն մարդը, որ սպանել էր օրինակ այս կնոջ 5 երեխաներին եւ այդ կինը իրար հետ նստած նկարվում էին եւ ասում էր հիմա ինքը ինձ օգնում է կամ բան։ Ես չգիտեմ օրինակ, եթե դուք սպանեիք իմ 5 երեխաներին 15 տարի հետո ես կկարողանայի ձեզ հետ նկարվել, այսինքն այդ ես դրա համար այդ հարցը բարձրացրեցի, որովհետև նաև միգուցե այդ transitional justice կոչվածը նաև որոշակի արժեքային եւ մշակութային առանձնահատկություններ է։ Ասենք Կովկասում շատ ավելի հայտնի է Արունը Արունով, հա, վրեժը ոնց կարելի է դրա դիմացն առնել։ Միգուցե Աֆրիկայում էլ է Արունը Արունով, մենք չգիտենք լավ, բայց որ ինքը չի կարող լինել իդենտիկ, ուղղակի դու վերցնես, տեսնես Ռուանդայում ոնց է եղել, որտեղ դրանք շատ շատ գյուղական համայնքներ են եղել, մի քիչ ուրիշ իրավիճ։ Դուք պետք է հասկանաք կոնֆլիկտը, էությունը, հասարակությունները։ Դե այդ երկու կողմերը պետք է այդ հարցին գան, որովհետև կարծում եմ կոնֆլիկտի երկու կողմներ պետք է ինչ-որ փոխադարձ հասկացման, փոխադարձ ըմբռնման մակարդակի հասնեն, որ դա պետք է երևի այդ քաղաքական մերձեցումը կամ քաղաքական
հանգուցալուծումը կոնֆլիկտի որոշակի մոտենա նոր սկսվի այդ process-ը, որովհետև հիմա չեմ կարծում եք այդտեղ հասել։ Եվ երկու դեպքում էր ախր շատ ակնհայտ էր, հա, կոնկրետ եւ Ռուանդայում մի խումբը շատ ակնհայտ մեղավոր էր եւ դա պարզ էր բոլորի համար, այդտեղ երկու կարծիք չկար։ Նույնը վերաբերում էր Հարավային Աֆրիկայում, սպիտակամորթները շատ կոնկրետ սեգրեգացիայի սահմանես սևամորթ բնակչության, այդտեղ էլ երկու կարծիք լինել չի կարող։ Այսինքն այդ կար արդեն որոշակի ճշմարտություն, որը չի վիճարկվում։ Ուրիշ բան ամեն անհատական իրավիճակում մարդը կարող էր ասել, որ ես իրոք մեդիայի, ռոպագանդայի ազդեցության ներքո իրոք կոնկրետ Ռուանդայում կարծում եի, որ դուք խավարասեր եք, որովհետև այդ տերմինները օգտագործվում անընդհատ։ Միջոցներ լրատվամիջոցներն էլ չարաբաստիկ դեր կատարեցին։ Շատ մեծ, որովհետև իրանք տարածեցին այդ նաև ռադիոները եւ այլն։ Մեր պարագայում ես նկատում եմ Հայաստան-Թուրքիա շատ պարզ է, որովհետև այստեղ էլ շատ ակնհայտ է, որ երիտուրքերի կառավարություններ այն հիմնական պատասխանատուն, որը ծրագրեց եւ իրականացրեց ցեղասպանությունը։ Ղարաբաղյան պարագայում այդպես չի։ Ակնհայտ չի մի գուցե։ Ակնհայտ չի, այդպես չի, որ ակնհայտ սև եւ ակնհայտ սպիտակ։ Գոնե ինձ համար։ Այս մի քիչ սուբյեկտիվ կպատասխանեմ երևի։ Ամեն դեպքում ոչ ես այդպես չեմ մոտենա հարցին, մի քիչ ուրիշ եմ մոտենամ հարցին, որովհետև Ռուանդայի մեկ էլ Հարավային Աֆրիկայի դեպքերը նաև ոչ միայն այդտեղ պարզեր կամ ավելի հստակ էր ամեն ինչ, ուղղակի դրանք տեղի ունեցան շատ այնպես մեծ լուրջ պայթյուններից հետո եւ Հարավային Աֆրիկան եւ հատկապես Ռուանդան։ Ռուանդայի դեպքում ասենք ինչքան է մոտ 800,000 զոհ ու միանգամից հա ու բավականին այդ շատ լուրջ բաներ տրանսֆոր շատ բավականին լուրջ, այսպես ասած կատակլիզմ էր, որի արդյունքում միջազգային հանրությունը միանգամից այսպես սևեռվեց դրա վրա ու դրա արդյունքում էլ այդ process-ները շատ արագ գնացին։ Մեր պարագայում մենք Ղարաբաղյան պատերազմի եթե վերցնենք Ղարաբաղյան պատերազմի պարագայում եղավ կատակլիզմ շատ լուրջ, բայց հետո process-ը այլ կերպ գնաց, process-ը գնաց Անվտանգության խորհուրդ, հետո Մինսկի խումբ ու սենց գնաց։ Ու երկար դա արդեն գնաց բանի ուղղությամբ։ Ղարաբաղյան կոնֆլիկտը ցեղասպանություն չի։ Չէ, այսինքն եւ Ռուանդան, եւ հայ-թուրքական կոնկրետ պարագայը, եւ պատերազմական հարցագործությունը լրիվ ուրիշ թեմա է, թվում այդվում Ռոմի ստատուտը չեն ստորագրում։ Համաձայն չեմ, գիտեք, որովհետեւ բանի պատճառ, օրինակ կար, Ղարաբաղի կոնտեքստում ես միշտ սկսում են Ղարաբաղի կոնտեքստը բանից, Բաքվից, ես սկսում եմ Սումգայիթից։ Դրանք եմ սկսում ամենաառաջինը, որովհետեւ ինքը Ղարաբաղյան process-ը սկսեց Բաքվում տեղի ունեցած պոգրոմներից, Սումգայիթից եւ տեսակետն է, եթե իրանց հարցնեք, իրանք ուրիշ բան կասեն։ Դրա համար եմ ասում, այստեղ այդպես սև ու սպիտակ չի, այդպես չի, որ երկու կողմն էլ ընդունում են եւ ամբողջ աշխարհը ընդունում է, որ այստեղ կա սև ու սպիտակ։ Նման պարագաներում շատ կարեւոր է ինչ որ հարցեր։ Բայց եկեք ընդունենք, որ Հապանի մեկ էլ Բաքվի ու Սումգայիթի դեպքերը շատ համադրելի չեն։ Չգիտեմ, իմ կարծիքն է։ Չէ, իրանք ասեն, որ սկսվեց ամեն ինչ ձեր շարժումից։ Դրա մասին չվիճենք, որովհետեւ այստեղ էլի ճանապարհը ոչ մի տեղ է տանում, բայց այնուամենայնիվ երևի թե մի բան, որ արձանագրեցինք բոլորս էլ, որ ինչ որ մեխանիզմներ պետք է մշակվեն հետ կոնֆլիկտային կարգավորման փուլում, որպեսզի այնպիսի կարևոր հարցեր, որը վերաբերում է համատեղ գոյացում են, բայց նաև կանխարգելման։ Մենք չխոսեցինք այդ մասին, բայց կա հատուկ նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականը եւ այլն, որ կոնֆլիկտների կանխարգելում, հա, conflict prevention, այսինքն շատ հաճախ մենք խոսում ենք, մենք խոսում ենք post factum, մենք խոսում ենք շատ հաճախ 20 տարի հետո post factum, երբ որ հենց այսօր կան տեղեր, որտեղ որ հնարավոր է կանխել եւ մեխանիզմ չկա կանխելու։ Նաեւ այստեղ շատ կարեւոր է այդ մի քիչ առաջ որ խոսեցինք այդ soft tool-երի մասին, իհարկե դրանք շատ թույլ ազդեցություն ունեն, բայց այդ soft tool-երի միջոցով օրինակ կարող է կարելի է Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելով բերել իրան մի քիչ ավելի բան վիճակի, որովհետև այդ ռասիստական խտրականության բանը մթնոլորտ է, մի քիչ պետք է թույլատվի ներսում։ Բայց մենք նաև խոսում ենք այն մասին, որ քաղաքականությունը ինչքան կարևոր են եւ էներգակիրներ եւ այլն եւ այդ պարագայում, այսինքն հաշվի առել մարդու իրավունքները այդքան էլ հաստատ չի ստացվում։ Պետք է համադրել շահերը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը մի հունով։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար, կհանդիպենք։